Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և վայրէջք կատարել այլ վայրում։ Սահմանադրական դատարանը երկու դատավորի հեռացրել է ընտրության արդյունքների վիճարկման գործից, որն է պատճառը։ Հայկական և ադրբեջանական հեռահաղորդակցական ընկերությունները սկսել են նոր գործակցություն, ինչ ազդեցություն կունենա սա տարածաշրջանային կապուղիների վրա։ Շիկահողի պետական արգելոցը հայտնվել է նոր քննարկումների կենտրոնում, ինչ վտանգների մասին են խոսում բնապահպանները։ Սպիտակ տունը հերքել է բանակցությունների տապալման մասին տեղեկությունները, ինչ հարցեր են քննարկվել փակ դռների հետևում։ Գյումրիից Մոսկվա մեկնող Պոբեդա ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել իջնել։ Օդանավը ըստ նախնական տվյալների փոխել է ուղղությունը և բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։ Թե որն է արտակարգ վայրէջքի պատճառը, դեռ պարզ չէ։ Սահմանադրական դատարանը սկսել է ազգային ժողովի ընտրության արդյունքների վիճարկման գործի նախապատրաստական փուլը։ Դատարանը որոշել է, որ այս գործի քննությանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, բավարարելով բողոքարկողների միջնորդությունները։ Դատարանը ընդունել է, որ նրանց մասնակցությունը կարող է կասկածներ առաջացնել դատաքննության անաչառության վերաբերյալ, քանի որ նրանք նախկինում առնչություն են ունեցել դատավարության կողմերից որոշների հետ։ Սահմանադրական դատարանը ընտրության արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացրած բոլոր դիմումները կքննի նույն նիստում։ Այն տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 11-ին բանավոր ընթացակարգով։ Մինչ քաղաքական ուժերը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմադիր դաշտում նոր նախաձեռնություններ է ձևավորվում։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել ժողովրդավարության և ինքնիշխանության հարցերով մտահոգ բոլոր ուժերին միավորվել և ստեղծել ոչի համակարգային միասնական ճակատ։ Հետընտրական զարգացումների ֆոնին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ընտանիքը։ Առավոտյան կալանավորել են Մարտուն Գրիգորյանի որդուն Կամո Գրիգորյանին, որը շուրջ 1 տարի հետախուզվում էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով նա փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և դատարանի որոշմամբ կալանավորվել 2 ամսով։ Մինչ քաղաքական դաշտում շարունակում են լարված զարգացումները, Հայաստանն ու Ադրբեջանը նոր գործակցության նախագիծ են սկսել։ Տելեկոմ Արմենիա և Ազերտելեկոմ ընկերությունները պայմանավորվել են կոնվերցիոն իրավունքներով իրականացնել ինտերնետային տրաֆիկի փոխադարձ փոխանցում և տարանցում։ Ծրագիրը ըստ կողմերի ընդլայնելու է տարածաշրջանային կապուղիների հնարավորությունները, իսկ ինչ է ասում մասնագետը այս համաձայնագրի մասին, լսենք։ Հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, այսինքն այս կողմից մուքել ենք ինչ-որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճեվանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Թիմ Տելեկոմի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց ալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով։
Տնտեսական գործակցությունն այսքանով չի սահմանափակվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը՝ մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով։ Միաժամանակ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է մատակարարվել նաև ռուսական ցորենի նոր խմբաքանակ։ Սակայն հայ-ադրբեջանական նոր գործակցությունների մասին խոսակցությունների ֆոնին մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի ամենահարուստ և ամենահայտնի վայրերից մեկը՝ Շիկահողի պետական արգելոցը։ Նրանք ահազանգ են հնչեցնում, որ պաշտոնական ինտերակտիվ քարտեզներում առկա անճշտությունները կարող են խնդիրներ առաջացնել թե բնապահպանական, թե անվտանգային տեսանկյունից։ Որ տարածքների մասին է խոսքը, որքանով են հիմնավոր մտահոգությունները և ինչ են ասում պատասխանատուները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքներից մեկի Շիկահողի պետական արգելոցի շուրջ նոր մտահոգություններ են բարձրացվել։ Անտարագետ Այսեր Ղազարյանը բաց նամակով դիմել է պետական կառույցներին և միջազգային գործընկերներին, պնդելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերակտիվ քարտեզում առկա են լուրջ քարտեզագրական անճշտություններ, որոնց հետևանքով Շիկահողի տարածքի մի հատված դուրս է մնացել Հայաստանի պետական սահմանից։ Սույն նամակով բարձրաձայնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական հարթակում զետեղված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ինտերակտիվ քարտեզում առկա խնդրահարույց անճշտությունների մասին։ Հաշվի առնելով, որ այս հարթակը մշակվել է GIZ-ի և SDC-ի գործունեաջակցությամբ, գտնում եմ, որ տվյալների սխալ ներկայացումը հարվածում է թե պետական կառույցների, թե միջազգային գործընկերների հեղինակությանը։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը մեկնաբանելով Շիկահողի և ներքին հանդի հատվածի շուրջ բարձրացված մտահոգությունները, նշում է, որ նման պնդումները պետք է գնահատել բացառապես սահմանազատման հիմքում ընկած պաշտոնական քարտեզների համատեքստում։ Քարտեզագետի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացի հիմքը հանդիսանում են 1970-ականների խորհրդային ռազմական շտաբի քարտեզները, որոնք ընդունվել են որպես հենակետ նաև Ալմաթիի հռչակագրի տրամաբանության շրջանակում։ Ըստ այդ տրամաբանության և Հայաստանը և Ադրբեջանը տարածքային պարտավորություններ ունեն։ Ադրբեջանը մեծ վերադարձների ունի 240 քառակուսի կիլոմետր, այսինքն 200 քառակուսի կիլոմետրը 5000 հեկտար, եւ դրանք դեռ չի արել իհարկե, դա արդեն տարբեր խնդիր է, քանի որ Պարեն Ալիևը ստորագրել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին, որ դրանք պետք է իր զորքերի հետ պետք է քաշի իր սահմաններին ըստ Ալմաթիի հռչակագրում նշված սահմանների, եւ այդ գործը չի արել։ Պետք է անի եւ մեր հիմա այսօրվա նպատակը լինի իշխանություններին, որ Ադրբեջանին պարտադրել, որ դուք ինչ որ ստորագրել եք, կատարեք։ Ղազարյանի պնդմամբ Կապան համայնքի ներքին հանդ բնակավայրի հատվածում շուրջ 370-ից 380 հեկտար տարածք քարտեզի վրա ներկայացված է այնպես, որ չի ներառվում Հայաստանի պետական սահմանի ներսում։ Նրա գնահատմամբ խնդիրը միայն տեխնիկական չէ, քանի որ այն վերաբերում է նաև բնապահպանական եւ անվտանգային հարցերի։ Միաժամանակ Գալչյանը հիշեցնում է, որ սահմանազատման գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, ուստի տեղանքում առկա իրավիճակի եւ քարտեզների միջև տարբերությունը միշտ չէ, որ կարող են վերջնական գնահատականի հիմք հանդիսանալ։ Նրա կարծիքով նման հարցերի շուրջ մասնագիտական քննարկումը պետք է հիմնված լինի ճշգրիտ քարտեզագրական տվյալների եւ կոորդինատների վրա, իսկ սահմանների վերջնական դիրքը հնարավոր կլինի գնահատել միայն սահմանազատման աշխատանքների առաջընթացի համատեքստում։ Ըստ քարտեզների պիտի գնան, բայց քարտեզների պիտի գնան ինչ ժամանակ եւ մեր սահմանազատումը կատարված լինի։ Այսօր մեր սահմանազատումը հազիվ եղածի 1%-ն է սահմանազատել եւ մեծ գործ ունի անելիք եւ երկարատև 10-20 տարվա աշխատանք է դա։ Եվ դրա համար է որ մոտապակային ոչ ոք չի կարող ասել որ Հայաստանի սահմանը իրականում որտեղ է, բայց գիտենք թղթի վրա որտեղ է, բայց թուղթը պիտի ներ հողի վրա բերել։ Դա է նշանակում։ Թղթի վրա գծված է որ Հայաստանի ադրբեջանի սահմանը երկկողմ համաձայնեցված 1970-ական թվականներին։ Բայց դեռ այդ գործը չի արվել, գծված թուղթը հողի վրա տեսնենք այդ որտեղ է այդ գիծը հողի վրա։ Իսկ Անտարագետը նշում է, որ խնդրահարույց տարածքը ներառված է նաև Շիկահող պետական արգելոցի նոր կառավարման պլանի քարտեզներում, ինչը ըստ նրա վկայում է, որ այն շարունակում է համարվել Հայաստանի տարածք։ Խոսեցինք Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի հետ, պարզելու համար թե արդյոք տեղյակ են քարտեզագրական անճշտություններից, ասաց, որ Շիկահող պետական արգելոցի հետ վարչական շրջանը առանձնապես կապ չունի, տեղյակ չեն։
Այդ խնդիրը կա, ես էլ տեղեկություն ունեմ լրատվականներից, մեկ էլ իրականություն sense որ աշկովնային ժամանակ են, որ մենք չենք հիմա իրանք են այդ տարածքում, բայց կոնկրետ վարչական շրջանում տենց խնդիր չկա։ Վարգելոցի տարածքը ընդհանրապես ես տեղյակել չեմ, որտեղ ով գնում ինչ անում։ Բաց նամակում անդրադարձ կա նաև շիկահողի անտառներին, որոնք ըստ հեղինակի գտնվում են վտանգի տակ։ Նա կոչ է անում պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին իրականացնել քարտեզների աուդիտ եւ ճշգրտել տվյալները։ Թեման առանձնակի արդիական է նաև այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Ըստ նամակի հեղինակի շիկահողի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրները պետք է ներկայացվեն նաև միջազգային հարթակներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ֆոնին ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է, պետությունը չպետք է հետ քաշի Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը, քանի որ դա կնշանակի հրաժարվել սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարից։ Նշեմ, որ 10 տարի անց ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլի պատերազմի գործերի վերաբերյալ առաջին վճիռը։ Միջազգային ատյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Սա զուտ դաժանարար չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող եւ պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, որը նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության եւ սպանության կոչի քարոզ կոնկրետ էթնիկ խմբի հայերի դեմ։ Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհային հանգույցներից մեկում Կիևյան կամրջում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ շինարարության տեմպը բավարար է եւ եթե այն պահպանվի, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում։ Քաղաքապետը վստահեցնում է, որ նման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում կօգնեն նվազեցնել խցանումները եւ ավելի գրավիչ դարձնել հանրային տրանսպորտը։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Սակայն մինչ քաղաքապետարանը խոսում է արդյունքների մասին, այսօր մենք բոլորս զբաղվում ենք բոլորովին այլ իրականության։ Առավոտյան ժամերին Երևանի բազմաթիվ փողոցներում մեքենաների երկար հերթերն ու խցանումները դարձել են սովորական երևույթ։ Կիևյան կամրջի հիմնանորոգումը, որը պետք է բարելավի երթևեկության անվտանգությունը, առայժմ հազարավոր քաղաքացիների համար վերածվել է ամենօրյա փորձության։ Ինչպես են ընթանում աշխատանքները, ինչու են դժգոհում վարորդները, ռեպորտաժում։ Աղմուկ, ազդանշաններ, աշխատանքից ուշացած ու բարկացած քաղաքացիներ։ Կիևյան կամրջի հիմնանորոգումը, որը քաղաքապետարանը ներկայացնում է որպես անհրաժեշտ ու երկար սպասված ծրագիր, վարորդների համար վերածվել է ամենօրյա փորձության։ Քաղաքի տարբեր հատվածներում խցանումներն արդեն սովորական երևույթ են դարձել, իսկ քաղաքացիները վստահեցնում են, մայրաքաղաքում տեղաշարժվելն օրեցօր ավելի բարդ է դառնում։ Միջինում 25 րոպե ավելացել է ճանապարհը, բոլորը նույն ճանապարհով են գնում, այս միակն է, ոչ տարբերակ չկա։ Կիևյան կամուրջը Երևանի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկն է։ Այն կապում է քաղաքի մի քանի վարչական շրջաններ եւ ամեն օր սպասարկում է հազարավոր ավտոմեքենաների հոսք։ Կամուրջը կառուցվել է 1950-ականներին եւ մասնագետների գնահատմամբ հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Ջրամեկուսացումը վերին շերտն է, նոր շերտ է տեղադրվում, սեյսմիկ կարերը, ինչպես արդեն ասեցի, մայթային հատվածները, այս բազրիկներն են վերանորոգվում եւ կոնստրուկտիվ մասերի հետ կապված ստորին հատվածում կամրջի պահպանման միջոցառումներն են իրականացվում։
սակայն վարորդների դժգոհությունները ոչ այնքան նորոգման փաստի, որքան դրա կազմակերպման հետ են կապված։ Նրանց կարծիքով միաժամանակ մի քանի ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքների պատճառով մայրաքաղաքի երթևեկությունը զգալիորեն բարդացել է։ Զվիճակը շատ ահ։ Չորսը գլխանի դև է, ոնց կարելի։ Այս չորրորդը նորից ընտրված։ Քաղաքապետարանում սակայն պնդում են ստեղծված անհարմարությունները ժամանակավոր են եւ անխուսափելի։ Իհարկե որոշակի խնդիրներ առաջացնում է կամրջի փակ լինելը, բայց բոլորից պետք է անդառնալով մոտենանք եւ հասկանանք, որ սա շատ կարեւոր գործ է, կարեւոր միջոցառումներ է, որը պետք է արվի կամրջի պահպանության եւ շահագործման ժամկետը երկարացնելու համար։ Ուստի պետք է անդառնալով մոտենանք եւ այցելենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Տարփինյանի խոսքով աշխատանքների հիմնական նպատակը կամրջի անվտանգ եւ երկարատև շահագործումն ապահովելն է։ Մինչ քաղաքային իշխանությունները քաղաքացիներից համբերություն են խնդրում, վարորդներն արձանագրում են, իրենց առօրյան արդեն փոխվել է, իսկ ճանապարհին անցկացվող ժամանակը զգալիորեն աճել։ Մալաթիայից գալիս ենք, նախ արդեն 2 ժամ շուտ պիտի դուրս գանք։ Միած սարսափելի բան է, հետո չգիտենք, որ տրանսպորտը ուր է գնում։ Ես երևի 3 ժամ Օրբելի Խաչմերուկից չեմ կարողացել հասնեմ մինչև Մալաթիա, չգիտեմ, հատ խայտառակ բան է։ Կամրջից բացի միաժամանակ նորոգվում են մի շարք այլ գլխավոր ճանապարհներ, որոնք եւս կթեթևացնեին մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը, եթե դրանց նորոգման աշխատանքները միաժամանակ չմեկնարկեին, կարծում են երևանցիները։ Օրինակ են բերում Ավետ Ավետիսյան փողոցը, որը գրեթե 3 ամիս է նորոգման փուլում է։ Ավետիսյան փողոցը նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է ամսի 17-ից առաջ բացվեր, բայց քանի որ լրատվիչ մի որոշ աշխատանքներ առաջացան մայթերի լայնացման հետ կապված, բայց արդեն ավարտական փուլում է 2-3 օրում կբացվի։ Կապալառու ընկերությունը Պրետոր ՍՊԸ-ն է, մինչ այս ընկերությունն այլ պետական մրցույթներում եւս հաղթել է ու նորոգել է հանրապետության կարևոր ճանապարհներն ու կամուրջներից մի քանիսը։ Ըստ Տարփինյանի կամուրջն անցել է խոր մասնագիտական փորձաքննություն, սեյսմոլոգիական վիճակը դրական է գնահատվել։ Ըստ ծրագրի կամրջի վրա առկա հոսանքի լարերը անցնելու են գետնի տակով։ Նախատեսում են այս տարի նորոգել նաև Լամբադա կամուրջը։ Սեդա Մակարյան, Անի Աբաղյան, Տարոն Խանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ միջազգային հարթակում ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Չնայած բանակցությունների ձախողման մասին տարածված տեղեկություններին Վաշինգտոնը վստահեցնում է, շփումները շարունակվում են եւ իրանական պատվիրակությունը չի լքել բանակցային սեղանը։ Սպիտակ տան փոխանցմամբ Շվեյցարիայում ընթացող քննարկումների ընթացքում կողմերը շարունակում են աշխատել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Թրամփի կոշտ հայտարարություններից հետո իրանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին, սակայն ամերիկյան կողմը դրանք կեղծ տեղեկություններ է որակել։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը եւ Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը ի նշան Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքների դեմ բողոքի, սակայն պաշտոնապես չի դադարեցրել բանակցությունները։ Հիշեցնենք, Կիրակի Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում ամերիկյան ու իրանական պատվիրակությունների բանակցությունների ֆոնին Թրամփը սադրիչ հայտարարություններ է արել։ Իրանի նախագահ Փեզեշքյանը լավ կանի զգույշ լինի իր հայտարարություններում։ Նա լավ կանի կարգի բերի իր երկիրը, հակառակ դեպքում մենք կգրավենք նաև երկրի մնացյալ մասը։ Մինչ այս Փեզեշքյանը հայտարարել էր. մենք մտադիր չենք ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իր իրավունքից եւ ԱՄՆ-ն ու Իսրայելը ստիպված կլինեն դա ընդունել։ Մենք ամերիկացիների սպառնալիքները լուրջ չենք ընդունում։ Միթե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքներն արդյունավետ լինեին, նրանք չէին հասնի այսօրվա հուսահատ վիճակին, հայտարարել է Շվեյցարիա բանակցությունների մեկնած Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրանք լավ կանեին զգույշ լինեին իրենց հայտարարություններում, որքան շատ են նրանք խոսում, այնքան շատ ենք մենք գործում։ Մինչ բանակցությունների անցկացման սրահը լքելը, իրանական պատվիրակությունը հրաժարվել է նաև ամերիկյան պատվիրակության հետ լուսանկարվելուց եւ ձեռքսեղմումից։ Պահը ֆիքսել են տեսախցիկները։
Հրադադարը պետք է սկսվի Իսրայելից, եթե Իսրայելի ռեժիմն իսկապես ընդունի եւ հետևի դրան, դիմադրությունը նույնպես կհետևի խաղաղության ուղուն, հայտարարել է Հեզբոլլահ խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը։ Լիբանանի կառավարությունը պետք է սովորի Իրանից, որն անգամ Հորմուզի նեղուցը փակեց ի պաշտպանություն Լիբանանի։ Թշնամուն աղաչելու փոխարեն Լիբանանի կառավարությունը պետք է գործի անկախ, հույսը դնելով իր սեփական կարողությունների եւ Իրանի աջակցության վրա, ասել է Հեզբոլլահի առաջնորդը։ Մենք մեծ նվաճումների ենք հասել եւ չենք հրաժարվի դրանցից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հավելելով. մենք կմնանք Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ինչ վերաբերում է Իրանին, անկախ քաղաքական զարգացումներից, ես թույլ չեմ տա, որ Իրանը զինվի միջուկային զենքով, քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա։ Թրամփը վստահ է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ Քիր Սթարմերը հրաժարական կտա։ Նա ձախողել է երկու շատ կարևոր հարցում՝ ներգաղթ եւ էներգետիկա։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք, գրել է ԱՄՆ նախագահը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջն էլ արգելել են լքել երկիրը։ Բեգոնյա Գոմեսին մեղադրում են կոռուպցիայի եւ պետական միջոցների յուրացման համար։ Դատավորը կարգադրել է վերցնել Գոմեսի անձնագիրը, արգելել նրա ելքը երկրից եւ պահանջել, որ նա ամսական 2 անգամ պարտադիր ներկայանա դատարան։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտարարել է Դաունինգ Սթրիթում իր ելույթի ժամանակ։ Սթարմերը հրաժարականի ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև վարչապետի նստավայրի ամենահայտնի բնակիչը՝ Լարի Կատուն։ Նրա X-ի էջում հրապարակված հերթական գրառման մեջ նշված է, որ եթե հավատա շրջանառվող լուրերին, ինքը շուտով կապրի Մեծ Բրիտանիայի 7-րդ վարչապետի օրոք։ Եթե այսպես շարունակվի, ես կդադարեմ նույնիսկ փորձել հիշել նրանց անունները, ասվում է կատվի անունից արված գրառման մեջ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։